Սպիտակ տան այցելությունների կենտրոնում մեկ շաբաթ ցուցադրության է դրվելու հայոց ցեղասպանությունից փրկված հայ որբ աղջիկների կողմից գործված գորգը։ Հայ որբերի գորգ անվանումը ստացած այս մասունքը, որը 1925 թվականին ԱՄՆ նախագահ Քելվին Քուլիջին էին նվիրել ի երախտագիտություն ցեղասպանությունը վերապրած հայերին ԱՄՆ-ի ցուցաբերած հսկայական օգնության։ Գորգի մասին նույն անուն գրքի շնորհանդեսի ժամանակ գորգը ցուցադրելու Սպիտակ տան նախնական համաձայնությունը անցյալ տարի կասեցվելուց հետո կոնգրեսական Ադամ Շիֆի գլխավորությամբ մի շարք կոնգրեսականներ բազմաթիվ նամակներ էին հղել Սպիտակ տուն եւ նախագահ Բարաք Օբամային։ Մեկ տարի շարունակ այս ցուցադրությունն ապահովելու համար ջանք չեն խնայել հայկական կազմակերպությունները, հիմնականում Ամերիկայի հայ դատի հանձնախումբը եւ Ամերիկայի հայկական համագումարը։ Լիբանանի Ղազիրի որբանոցում 400 աղջիկների կողմից գործված այս գորգը Ամերիկայի ժողովրդին հղված որբերի շնորհակալության խոսքն է։ Ժողովուրդ, որի մարդասիրական աննախադեպ աջակցությունն ու օժանդակությունը 100,000-ավոր հայերի է փրկել հայոց ցեղասպանության տարիներին, բացման խոսքում ասաց Ամերիկայի հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը։ Նա շնորհակալություն հայտնեց Ադամ Շիֆին եւ Դեյվիդ Վալեդեոին իրենց գործընկեր մյուս կոնգրեսականների հետ միասին այս ցուցադրումը իրականություն դարձնելու համար։ Կոնգրեսական Ադամ Շիֆի խոսքերով Ղազիրի որբանոցի գորգը պարզ գորգ չէ, այն հստակ պատմություն է 20-րդ դարի առաջին ցեղասպանության մասին։ 100 տարին շատ երկար է սպասելու համար, հայոց ցեղասպանության ճանաչումը այլևս չպիտի սպասեցնի, ասաց նա։ Կոնգրեսականը գոհ է, որ գորգը ցուցադրության դնելու իրենց պահանջը Սպիտակ տունը ի վերջո հարգեց։ Ես անհամբեր սպասում եմ տեսնելու համար գորգը եւ գիտեմ, թե որքան պիտի հուզվեմ, երբ տեսնեմ այն, ասաց նա։ Սա հայոց ցեղասպանության տխուր օրերից մնացած հիշողություն է, վկայություն ցեղասպանության մասին։ Մենք դեռ չենք հասել ցեղասպանության պաշտոնական ճանաչմանը, որը կդառնար ԱՄՆ-ում մարդու իրավունքների պաշտպանության անկյունակար, հայտարարեց կոնգրեսական Ջիմ Քոստան։ Ամերիկայի ձայնին տված հարցազրույցում նա ասաց, թե այս գորգը հայոց ցեղասպանությունը ճանաչելու ջանքերի շարքում մի օղակ է միայն։ Այս գորգը պարզ հայկական գորգ չէ, այն սրբություն է, հայ-ամերիկյան գորգ։ Այս գորգը այն պայքարի խորհրդանիշն է, որի միջով անցել է հայ ժողովուրդը։ ԱՄՆ-ի 3 առաջին տիկինները Վիլսոն, Հարդինգ եւ Քուլիջ ժամանակին որդեգրել էին հայ որբերի։ Իր խոսքում ասաց անկախ հետազոտող այս գորգի հետքերով գնացած Միսակ Քելեշյանը։ Նա պատմում է, որ 16 տարին լռանալուց հետո աղջիկները պիտի հեռանային որբանոցից, սակայն օտարության մեջ 16 տարեկանների կյանքը չափազանց դժվար է լինելու եւ անապահով։ Այդ ժամանակ էր, որ որոշում կայացվեց այստեղ գորգագործություն սկսելու համար, որպեսզի որբանոցը կարողանար պահել նաեւ 16-ից բարձր տարիք ունեցող աղջիկներին։ Եվ նիրիսրիվը իրենց դրամատրեց միան $400 սկիզբը, 4 տեսկահներ կնեցին, որբեսի կորկագործության սկսին, իսկ վերջավորության $25,000 բաջետ ունեին, այնքան որ լավ եղավ եւ 1920-ին մինչեւ 1930 անոնք կորզեցին 3254 կորքեր։ Հայ որբերի գորգը գրքի հեղինակ Մարտին Դերանյանը հիշեցրեց, որ 25 թվականի դեկտեմբերի 6-ին, երբ պիտի Սպիտակ տուն հասներ գորգը, Ամերիկայի ժողովուրդը խոստացել էր ամբողջ օրը ուտել միայն մեկ կերակուր եւ մնացյալի գումարը հատկացնել Ամերիկայի Մերձակա Արևելքի օգնություն կազմակերպությանը, որի միջոցով էր ամերիկյան օժանդակությունը հասնում ցեղասպանությունը վերապրածներին։ Այս գորգը, ասաց նա, ժամանակին անվանել են հույսի գորգ, որի վրա են մնացել որբ աղջիկների արցունքների կաթիլները։ Կոնգրեսական Ջոն Սարբեյնը նախ շնորհակալություն հայտնեց Ամերիկայի հայ դատի հանձնախմբին եւ Ամերիկայի հայկական համագումարին այս գործում իրենց մեծ աջակցության համար, այնուհետև հայտարարեց, որ Ամերիկան հպարտ է ցեղասպանության տարիներին եւ դրանից հետո հայերին ցուցաբերած օգնության համար։ Այսօր Ամերիկան նորից պիտի հպարտանա, երբ ճանաչի հայոց ցեղասպանությունը։ Եկեք հավատանք ու պնդենք, որ հայ որբերի գորգի ցուցադրումը կդառնա հայոց ցեղասպանությունը Ամերիկայի կողմից պաշտոնապես ճանաչում ստանալու ավետաբեր։ Այս գորգի յուրաքանչյուր 3 հանգույց խորհրդանշում է օսմանյան թուրքերի կողմից սպանված ամեն մի հայի հիշատակը, ու այս ուրվականը մեզ հետևելու է մինչև պաշտոնական ճանաչում, ասաց կոնգրեսական Սարբեյնը։ Վերջում այս հավաքի բոլոր մասնակիցները Վաշինգտոնի մամուլի կենտրոնից ուղևորվեցին Սպիտակ տան այցելությունների կենտրոն դիտելու հայ որբերի գորգը, որը Ադամ Շիֆի խոսքերով անհնար է դիտել առանց հուզվելու, երբ գիտես դրա պատմությունը եւ խորհուրդը։ Արամ Վանեցյան, Ամերիկայի ձայն, Վաշինգտոնից։